Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած մի հատ հետաքրքիր թեմա եմ ուզում բարձրացնեմ, ձեզանից շատեր այդ մանավանդ երիտասարդներ շատ բարքեր վարկեր ունեք, այտենց միշտ մտածում եք խիչի լուծվում իմ խնդիրները եւ այլն, սենց շատ եք դրա մեջ ուղիղ ձեզ ասում եմ ընկերներ։ Ճիշտ ասած այն օրը քննում էինք այդ հարցը, քննարկում էինք ու ձեզ ասեմ մի հատ սենց յուրահատուկ նյուանս ընկերներ։ Դա նրանից է, որ ձեր ցանկությունները շատ ավելի շատ են, քան թե ձեր ունեցած կամ ստացած աշխատավարձը կամ գումարը։ Գիտես, եթե դու ունես 30,000 դրամ եկամուտ ամսական կամ 100 կամ 200, բայց քո ծախսերը կազմում են, ասկի 300, 400 ու ամեն անգամ դու բարքի վրա ու քո ամեն անգամ բարգերը շատանում են, մի տեղից ես վերցնում, մյուս տեղն ես տալիս, այն մեկին խափում ես, չես տալիս եւ այլն։ Դա ցանկություններն են, ընկերներ։ Ցանկությունները իրականում մեղք են ծանում։ Տենց գրած է։ Հիմնականում 10-րդ պատվիրանը դրան է վերաբերվում, ասում է մի ցանկացի, քո կողքի ասում է քո դրացու ասում է տունը, էշը, աղախնին, ծառային, կնգան, մի ցանկացի ինքեր։ Ինչա, տեսնում ես ուրիշը ունի, հա, iPhone ունի, ես էլ եմ ուզում ունենամ։ Լավ է, որ ուզում ես ունենաս, ընկեր, բայց եթե ուզում ես iPhone ունենաս, որ ցույց տաս, որ դու ունես, դա չար է, ուղիղ ձեզ ասում եմ։ Բայց եթե դու աշխատում ես, չգիտեմ, SMM ես անում կամ ինչ-որ մի բան, բայց iPhone-ը քեզ պետք է, որ ինչ-որ վիդեոներ նկարես, մոնտաժ անես եւ այլն, այսինքն iPhone-ը ծառայելու է, որ քեզ գումար բերի, դա նորմալ է, դա կարաս ունենաս, կարաս այդպես վարկով վերցնես։ Ձեր ցանկությունների համար ընկերներ, որ դուք բարքերի տակ եք, ուղիղ ձեզ ասում եմ։ Գիտես, շատերը ձեզանից հարսանիքներ են գնում եւ այլն, մեծ նվերներ եք տանում, ճոխ նվերներ եք տանում, ուզում եք ցույց տաք, որ տես ես կարամ քեզ, ասենք, չգիտեմ, այսքան գումար տամ, ասես ոսկիներ տամ, բայց փաստացի այդ գումարն ու ոսկիները չունեք։ Դուք բարք եք արել, վարկ եք արել ու տվել եք։ Դա շատ հեշտ է, ընկերներ։ Ուղիղ ձեզ ասում եմ, բայց եթե աշխատած լինեիք, ձերը լիներ, ասենք հավաքած լինեիք ու ձերինից կտրեիք ու տայիք, դրա համար Քրիստոսը շատ տեղեր ասում է, ունեցվածքը ծախի ասում է, տուր ասում է աղքատներին։ Դա ավելի դժվար է, ընկերներ։ Հիմա կարամ այդ բանկից փող վերցնեմ, վերջում ասեմ, լավ դեսանեմ կճանաչվեմ, մեկը ոչ ես եմ աշխատել, ոչ բանկից վերցնեմ բաժանեմ։ Բայց դա սխալ է, ընկերներ։ Ձեր ցանկությունները իշխեք, ոչ թե թող ձեր ցանկությունները ձեզ իշխեն, այլ ոնց ես ասեմ, պետք է գիտակցեք այդ փաստը, ընկերներ։ Գիտես, չունենալ ամոթ չի։ Ասում է Երանի ձեզ ասում աղքատների, որ ձերն Աստծո արքայությունը։ Երանելի աղքատ լինել ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, դուք շատերը թիմա նայում եք ասում եք, դե Երանելի ասում եք բանը, ճոխ ավտո ունենալ, ճոխ տուն ունենալ եւ այլն։ Երանելի աղքատ լինել ընկերներ։ Խափել են ձեզ, որ ասել են Երանելի է թե շքեղության մեջ ապրելը։ Դա չար տեղ է տանում։ Ուղիղ ասում, դա իմ խոսքերը չգիտեք, այս երևի եղած քրիստոնյաները հիմա որ նայեք լավ տներում, լավ շքեղ, չգիտեմ, տեղերում ապրում եք, հիմա կբռնեք Աստվածաշնչով ինձ կծեցեք կոպիտ ասած։ Բայց ուղիղ ձեզ ասում եմ, ասում է դու այն աղագը հիշեք, որ ասում է երկու հոգի կան, մեկը աղքատ, մեկը հարուստ, ասում է այս աղքատը մահացավ գնաց Աբրահամի գիրքերն, հարուստն ասում է մահացավ գնաց դժոխք։ Ասում եմ, որովհետև ասում է քո մխիթարությունը քո կյանքում վայելեցիր, ասում է, ամեն ինչ նեղություն ուներ։ Դա ճշմարտությունն է, ընկերներ։ Որ մի քրիստոնյա գազես քարոզի ասի պիտի քրիստոնյան կոմֆորտի ու հարստության մեջ լինի, սուտասան այնքը, չհավատաք։ Ուղիղ ձեզ ասում եմ, եթե տենց մեկը մի հատ քրիստոնյա լինի, կասի տնստի ինչ որ շրջապատում կասի քրիստոնյան պետք է ճոխ ապրի, տենց ապահովված լինի, Դուբայ շեյխի նման ապրի, սուտասան այնքը, ճշմարտության մեջ չի կարող գնալ։ Եթե Քրիստոս Հիսուսը, որ իրականում թագավորների թագավորներ ու տերերի տերը ստեղծել էր այս ամեն ինչը կոպիտ ասած, ու եկավ ու ոտով էր ման գալիս, ընկերներ։ Ջրի վրով դաժե ոտով էր էթում, ասենք խոսքի, կարար ընդ մեկին խնդրեր նավթային ու հաստատ շատ-շատերը նավ կտային, դաժե կասեին կտանեն, բայց ոտով էր ինքը ման գալիս։ Քաղաքից քաղաք ոտով էր գնում, ընկերներ։ Դրա համար ուզում եմ ասեմ, ընկերներ, ձեր ցանկություններն իշխեք։ Ձեր ցանկությունները սեղմեք ու թող իրականում Եթե գնում ես դաժե հարսանիք հրավիրել են ու չես ցանկանում իրականում չի ասես, դա այնքան գումար ինչքան որ ունես։ Չունենալ ամոթ չի, սուտ խոսալն ամոթ, կեղծավորություն անելն ամոթ, պարտքով փող վերցնելու ցույց տալը, որ դու փող ունես, դա է իրականում սատություն ու պղծություն է կոպիտ ասած, որովհետև եթե դու դրա մեջ կեղծավոր ես, ոնց կարես էլ արդար ու մաքուր լինես քո ընկերների ու քո մնացած մարդկանց հետ, որ շրջապատում են։ Չէ՞ որ արդեն իսկ կեղծավորություն ես անում ինքդ քո նկատմամբ, ոչ չեմ էլ ասում ուրիշների նկատմամբ։ Դրա համար ընկերներ, ձեր ցանկությունները սեղմեք, չունես, մի կեր։ Այո, ունես, ասենք, չգիտեմ, 5000 դրամ, բաշխի 5000 դրամը ինչ կարաս դրանով ուտես։ Ես հենց հիմա կարամ գնամ ինչ-որ վարկեր վերցնեմ, գնամ Մոնակո բան, վայելեմ, ցույց տամ, որ ես հարուստ եմ, բայց ես սուտասան կլինեմ, ես կեղծավոր կլինեմ, որովհետև ես ի վիճակի չեմ այդ ամեն ինչը ինձ թույլ տալու։ Դրա մեջ իրականում իմաստ չկա, ասենք, որ գնաս Մոնակո, չգիտեմ, մի երկու բան էլ անես, իմաստ չկա, խափված են այդ մարդիկ, որ մտածում են այդում են այդպես տեղեր ու վայելմունք ու հաճույք են։ Հաճույքը այս կյանքի բարի անելն է մարդկանց, քեզանից զրկել ուրիշներին տալն։ Սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ։ Հասկացեք ու գիտակցեք, որ ցանկությունները
մենակ իրականում չարիք են բերում։ Իրականում մի այդտեղ էլ Քրիստոսն ասում է Սերմնացանի աղակի հետ կապված, ասում է երրորդ ասում է սերմը, ասում է այնա, որ ասում է խոսքը գալիս է, բայց հարստության խաբեությունը, ասում է հոգսերը ու այդ բաների ցանկությունները չեն թողում որ պտուղ տա։ Նայեք դրա մեջ չլինեք ընկերներ։ Ուղիղ ձեզ ասում եմ, կիսվեցի ձեր հետ նրանով ինչ որ կա ու երբ որ ցանկությունները իշխում ես, օրհնություններն էլ է գալիս։ Գումարն էլ ավելանում, կարող ես արդեն նեղության մեջ մարդկանց օգնես։ Ճշմարիտ ձեզ ասում եմ ընկերներ, անձամբ իմ փորձի վրա եմ ձեզ ասում։ Սրանով եմ ուզում կիսվել, ի սրտե, խնդրում եմ Աստծուն ու աղոթք եմ բարձրացնում, որ ձեզ իմաստություն ու գիտություն տա, որ հասկանաք, որ ցանկությունը կարելի է իշխել, ոչ թե ցանկությունը ձեզ պետք է իշխել դուք իրա։ Ձեր ցանկությունն ամեն դեպքում։ Թող Աստված ձեզ գիտություն հանճարդա, որ հասկանաք ու կարողանաք այդ ամեն ինչը վերահսկեք ու կորտնեք։ Ճշմարիտ ասում եմ, կորտնեք ընկերներ։ Սրանով եմ ուզում կիսվել ձեր հետ, թող Աստված ձեզ շատ օրհնի ընկերներ, օրհնում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։